Այս պատմության մեջ արյունոտ անցյալը երբեք չի քնում, իսկ կոծկված մեղքերը վաղ թե ուշ պահանջում են իրենց դաժան հատուցումը։ Այսօրվա սերիան պարզապես շնչահեղձ անող էր, լի մահվան իրական սպառնալիքով, դեռևս չբացահայտված գաղտնիքներով և սիրո անկոտրում հերոսական ուժով։ Ամենասարսափելի իրադարձությունները ծավալվում են այն պահին, երբ Հունանի մեջ կրկին իր ողջ սարսափով արթնանում է անողոք մարդասպանը։ Տեսնելով իր դստերը Լեային և իր հնագույն ոխերիմ թշնամու արյունակցին Լեոին միասին, նրա աչքերը վերջնականապես մտնում են կուրացող ատելությունից։ Կորցնելով բանականության և մարդկայնության վերջին նշույլները, Հունանը գրպանից հանում է ատրճանակն ու ուղղում ուղիղ Լեոյի վրա, վճռելով մեկ ընդմիշտ արյամբ վերջ տալ այս արգելված սիրուն։ Սակայն ճակատագիրը բոլորովին այլ բան էր կանխորոշել։ Ճիշտ այն վերջին ճակատագրական վայրկյանին, երբ Հունանը սեղմում է ձգանն ու արձակում մահացու փամփուշտը, այն չի հասնում իր թիրախին։ Հունանի ինքնազգացողությունը կտրուկ, անսպասելիորեն վատանում է, նրա աչքերի առաջ սևանում է և նա ծանր ուշագնաց է լինում, անօգնական տապալվելով գետնին։ Հենց այդ նույն սարսափելի վայրկյանին դեպքի վայր է հացնում Գրիշոն։ Տեսնելով հորն անգիտակից վիճակում, նա խուճապահար շտապում է և Հունանին անմիջապես տեղափոխում հիվանդանոց։ Հիվանդանոցի սառը պատերի ներքո ընտանիքը քարացած սպասում է բժիշկների դատավճռին։ Հունանի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկների դեմքերը բացարձակապես խոստումնալից չեն։ Նրանք հայտնում են, որ դրությունը կրիտիկական է և բառացիորեն ամեն մի վայրկյանը կարող է ճակատագրական ու վերջնական լինել։ Լարվածությունից խելագարվող Իննան իր ողջ անզոր ցասումն ու մեղադրանքը թափում է Լեայի վրա, համարելով նրան հոր հետ կատարված ողբերգության միակ մեղավորը։ Բայց Լեան արցունքն աչքերին խիզախորեն արդարանում է։ Նա ասում է, որ ընդամենը սիրում է ամբողջ հոգով և ոչ մի վատ, հանցավոր բան չի արել, որպեսզի արժանանա այսպիսի դաժան վերաբերմունքի։ Մինչ հիվանդանոցում պայքարում են Հունանի կյանքի համար, մահից մազապուրծ եղած Լեոն վերադառնում է, բայց նրա մտքում ոչ թե վախն է կամ փրկության ուրախությունը, այլ Հունանի այն սարսափելի առեղծվածային խոսքերը կրակոցից անմիջապես առաջ. «Ես շատ լավ եմ ճանաչում քո ցեղին, քո արյանը, և երբեք չեմ հանդուրժի քո ներկայությունն իմ դստեր կյանքում»։ Այս բառերը դանակի պես խրվել են Լեոյի ուղեղում։ Նա կանգնած է կատարյալ անորոշության և կասկածների մեջ։ Ինչպե՞ս, որտեղից կարող է Հունանը ճանաչել իր ծնողներին, իր արմատները, երբ անգամ ինքը՝ Լեոն, որբ է մեծացել և գաղափար չունի, թե ովքեր են իրեն լույս աշխարհ բերել։ Տասնամյակների գաղտնիքի կծիկը վերջապես սկսում է քանդվել։ Իսկ հեռավոր Մոսկվայում տիրում է այլ տեսակի, հոգի խլացնող տառապանք։ Վլադիմիրի աշխարհը հիմնովին փլուզվել է։ Օլգան, հավաքելով վերջին ուժերը, փորձում է որդուն պատմել նրա իրական, կենսաբանական ընտանիքի մասին։ Սակայն Վովան գտնվում է այնպիսի անհաղթահարելի հոգեբանական շոկի մեջ, որ կտրականապես հրաժարվում է որևէ բառ լսել։ Նրա համար միայն այն փաստը, որ Օլգան իր արյունակից մայրը չէ, արդեն իսկ բավարար էր, որպեսզի նրա ողջ ներաշխարհն ու հավատը մարդկանց հանդեպ տակնուվրա լինեին։ Սակայն այս ընտանեկան ողբերգության մեջ կա մի շատ նուրբ և հուզիչ նրբերանգ։ Օլգան հոգու ամենախորքում անասելի ուրախ է և հանգիստ, քանի որ հստակ տեսնում է, ինքը որդու համար այնքան անգին ու կարևոր է, որ Վլադիմիրը նույնիսկ չի ցանկանում փնտրել ու լսել իրեն արյունով կապված, բայց լքած կենսաբանական ընտանիքի մասին։ Եվ այս համատարած խավարի ու ծանր խառնաշփոթի մեջ Սարգսյանների տանը վերջապես ծագում է լույսի մի փոքրիկ տաք շող։ Նարեն իր եղբոր ուղեկցությամբ գալիս է տեսակցելու կազդուրվող Դավիթ պապիկին։ Սենյակում անմիջապես տիրում է աննկարագրելի ջերմ մթնոլորտ։ Երիտասարդ Դավիթն ու Նարեն այլևս չեն կարողանում թաքցնել իրենց զգացմունքները։ Նրանք աչքերով իսկական, անմեղ ու գեղեցիկ սիրախաղի մեջ են։ Եվ այս տեսարանը իհարկե բնավ չի վրիպում Դավիթ պապիկի փորձառու իմաստուն աչքերից, ինչն անսահման ուրախացնում և հույս է տալիս ծերունում։ Ճիշտ է, Մանանը հավատարիմ իր թունավոր բնավորությանն ու չար լեզվին անընդհատ փորձում է կծու խոսքերով փչացնել այս հրաշալի մթնոլորտը։ Սակայն այս անգամ նրա չարությունը բախվում է անտարբերության պատին և չի հասնում իր սև նպատակին։
Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, արդյոք Հունանը կփրկվի մահվան ջիրաններից, թե սա արդարացի պատիժն էր նրա գործած արյունոտ մեղքերի համար։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և սպասումներով մեկնաբանություններում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր տեսակետը։